Ողջունում եմ իմ բոլոր հարազատներին, ինձ լսողներին, ապրիք շատ, ես ձեզ շատ սիրում եմ։ Ես էլ ոնց որ հետա պարապ եմ մնացել, իսկ սկսել եմ TikToker դառնալ, որ ես դառել եմ TikToker, դա աբսուրդ է, բայց հետա TikToker եմ, էլի ժողովուրդ ջան մարալից դառնում։ Չէ, ստե պրոստո խնդիրը ես էլ ուզում եմ իմ տեղեկացված ինֆորմացիան ձեզ տեղեկացնեմ, այսինքն ինֆորմացիան լավ բան է, մարդ ինչքան ես գլուխը բանալնում, այնքան պիտանի ալնում, ինչ որ չէ իր համար, իր ընտանիքի համար, լավ բան է, գլուխը ճշգրիտ օգտագործելը։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուզում եմ խոսամ կալանավորներից, հիմա այս բային, ինչի համար կալանավորներից, ու այս բային դոգի գործն եմ անում, ժամանակավորապես մինչև դոգը կվերադառնա, կառողջանա իր գործին, Աստված թող շուտ առողջանա, վերադառնա իր գործին, ու Աստված թող ոչ մեկ չի հիվանդանան, բոլորը առողջ չլինեն, կարևորը մարդու կորուստ չլինի։ Ժողովրդից ասեմ, մի հատ պատմություն եմ ուզում ձեզ պատմեմ կալանավորների մասին, ու ուզում եմ որ բոլորը իմանաք այս պատմությունը ու հիշեք, քանի որ բոլոր կալանավորվել են այս բանը, մարդ կարա մի ամիտ տնից դուրս գա, պետք չի որ հանցագործ մենակ լինես որ կալանավորվես։ Մի ամիտ փորձանքի մեջ ընկնես, դու դաժե որովհետեւ մի ամիտ կայնացել ես, այդտեղ կան մեկին սպանեն, դու այդ մարդկանց միջավայրում լինես, դու վատ է նա որ դու այդում ես այդ մարդկանց հետ նստում ես ժողովուրդ։ Այսպես մի շարք մարդիկ կան հիմա նստած որ իրոք կապ չունեն հանցագործության հետ, ուղղակի այդ բային ներկա են գտնվել։ Անձամբ ես համոզվել եմ դրանում։ Ուրեմն ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ CB-ն դա դատապարտյալների հիվանդանոցն է, որտեղ որ մարդը շատ ծայրահեղ ծանր պետք է լինի, որ տանեն, ասենք, ընդդեմ անեն, էլի թողեն։ Այսինքն ոնց է զինվորի համար զինվորները կիմանան, ասենք գոսպիտալ ինչ լավ բան, ամեն ինչ անում են, որ այդքան գոսպիտալ դրախտ է դառնում կալանավորների համար, այսինքն պետք է ինչքան մարդ վատ լինի, որ սաղ կուզենան գնան, էլի ցեբե, ինչքան մարդ վատ լինի, որ իրոք տանեն։ Ուրեմն այս վերջերս երկու հոգի գետալ են կուլ տալի, իրանք իրոք ծայրահեղ վատ ու իրանց անես տարիով են կալանավորել, որ ասենք ապրելը իրոք իմաստ չունի, իրոք նստելը ահավոր դժվար ծանր բան է, որ մահանալուց բեթար բան է, մարդ մահացած ոչ մի բան չի զգում, ժողովուրդ ջան, նստած վաղ դա աբսուրդ բան է։ Ուրեմն 9 տարի կալանավորել են, երկու հոգին գետալը կուլ են տալի, սրանց տեղափոխում են CB-ի հիվանդանոց, որից մեկը մահանում է։ Այսինքն մարդիկ վատ տեղափոխել են իրանց գաղութ, որտեղ որ իրանց տեղը չի, իրանց տեղը հիվանդանոցն է։ Ու իրանք ունեն անհրաժեշտ փաստաթղթեր, որ ես այս խնդիրը ունեմ։ Ուղարկում են էդի պոակա կա ինչ-որ կամո, դա չգիտեմ ով է դրե պաշտոնի, բայց վաբշե նա, ասենք, Աստծու առաջ չի կարա պատասխան տա, հələ մարդկանց հետ, ինքը Աստծու առաջ չի կարա պատասխան տա, ինքը վատ մարդ է, ով ուզում է իր համար լավ բան ասի, ինքը չի կարա ուղարկի լավ մարդ լինի, այսինքն եթե դու ունես անհրաժեշտ փաստաթղթերը, քեզից ստուգել են, նայել են, որ դու այդ խնդիրը ունես, գրել են, որ դու այդ խնդիրն ունես, նու գրողը բժիշկ է, սրան վեկալում տանում են աղբեր ջան հիվանդանոցը նայում է, ասում է լավ է, ղրկեք ցեբե, որ իրան ազատ են, ասենք իրան տվել եւ 2 տարվա կյանք է մնացել, ուսես մարդիկ են մահանում ցեբեում, ասենք իրանց տունը գոնե չեն մահանում վերջ անգամ, օրա դուք պետք է հոգի ունենաք, դուք այս մեղքերի տակից չեք կարա դուրս գաք։ Ամեն մարդ իր մեղքերի տակ կներվի, կեթա, բայց այս տեսակ մարդիկ չեն ներվելու, որովհետեւ ահավոր բան է, որ մարդը մահանա գաղութում ու հիվանդ մարդ ու գաղութը էլ եմ ասում հասարակությունից մարդուն պետք է զրկես այդպես տեղա այսինքն դե պետք է լինեն մարդիկ ովքեր որ վտանգավոր են մարդկանց համար ով էլ այդպես բաներ է կարելի է պատժել թողել մարդը ապրում է մարդ է դու էլ քո սխալն ունես ասենք այն մեկը որ խափող չի բայց կոպիտ ասած լավ գյոթ է դե ինքն էլ իր մեղքով է գյոթ մեկն էլ ղաղբի սերունդ է, ամեն մեկն էլ մի բան կա, մի քանի բան դաժե, ինձի այս հարցը մեկը գրել էր դու որն ես, որը որ ուզեմ, ապեր, որը որ ուզեմ, կարևորը հաստատ հիմա ինչ որ պատմում եմ, կյանքում չեմ պատկերացնում, որ ես կարամ տես բան անեմ, իմ մեջ այդպես չկա, ուզում ես իմանալ ձեզ որ մեկն եմ, համարս կտամ, զանգի արիտենանք ով ով է, այն նստենք իրար հետ խոսանք, ու համոզված եմ, որ դու կհասկանաս, որ դու տուֆտես ոչ մեկ ես Լավ, չշեղվեմ, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ
Այդ թղթով մարդկանց, որ յանի լավ եք, հետ են ուղարկում կալանատուն։ Մարդիկ եթում են ուրից նստում են, որ իրանք իրոք հիվանդ են, իրոք խնդիր ունեն։ Ու մարդիկ եկա մահանում են, Դեստանում թաղում են ժողովուրդ ջան։ Ուրեմն այդ կամույա ինչա, այդ կամույա ինչա, դատապարտյալների, հիվանդանոցի, չգիտեմ ինչ ասենց բժիշկների ազնագազմի հետ, չգիտեմ, պետն է։ Դա գտնվում է Կոմիտաս DDD ժողովուրդ ջան մոտ։ Որ լողավազանա DDD-ա թե ինչա չեմ հիշում մոտավորապես ոնց որ DDD-ա այդ բասեյնի մոտ Կոմիտասի վրա այդտեղի ղեկավարն է դրան դնողն էլ է այդ տեսակի մոտ ոսկե այլիա մարդուն ասենք մարդ պետք է հոգի ունենա էլի ամեն դեպքում հոգի ունենա հիմա այնտեղ ասում են որ խոսքի զենքի համար են որ մեր ախպերս իմ մոտ խոսքի ես զենք չեմ պահում գիտակցելով որ խոսքի կարա դիմացինի մոտ զենք լինի Ինձի խոսքի վիճաբանության ընթացքում խփի սպանի։ Ես էլ մի երկու հոգու տանելով, չէ, եթե մի կազի խփելու է, գալու է խփի, հաստատ չեմ ասի, կան ես երկու հոգուն հետս տանեմ։ Ըստ դրա էլ մոտս տանակ զենք չեմ պահում։ Պահեմ էլ, ես կարամ ասենք մարդուն ուզենամ ոտից խփեմ, ուրեմն լուբոյ մարդու վրա որ 10 հոգի հարձակվում են, ոնց էլ չլինի ժողովուրդ, ուզենամ մեկին ոտից խփեմ։ Գոնե ոտից, այն որ ցավացնեն, էլի 10 հոգով հարձակվել են այս մարդու վրա։ Էսի պետք է մի բան անի, պետք է անի։ Գոնե ուզենալու է ցավացնի, չէ՞ իշու մեկին։ Բայց դանակն էս գործի կա, որ դանակով մարդ ես խփում, մահանում է։ Ոտից էլ ես խփում, մահանում է։ Ասենք զենքով խփում ես, ոտը վրից ընկնում է, սաղամը, բայց դանակով խփում, ժողովուրդ ջան, մահանում է։ Դանակը տես գործիք է, զենքը տես։ Ես հասկանալով այդ ամեն ինչը, իմ մոտ դաժե այդ դեպքում էլ դանակ ու զենք չեմ պահում, որտեվ ես գիտեմ, ես մարդ չեմ կարա սպանեմ։ Հիմա յուրաքանչյուր մարդ Պետք է հասկանա, որ այդ այն բանն է, որ Աստծո ամենամեծ պարգևը դա մարդն է։ Մարդուն իրավունք չունի սպանի, եթե պատերազմ չի քո երկրի վրա, շենեկի քո վրա, կամ քո վրա, քո ընտանիքի վրա, ախր դու պետք է չկարենաս դա անես, էլի։ Չկարենաս, բաներ կա, որ ներելի հասկանալի է, դա էլ նորմալ մարդ, եթե ես լսեմ հասկանալի սպանությունը, բայց չեմ կարծում։ Շատ քիչ է լինում հասկանալու սպանություններ, բոլորի մոտ դանակ ու զենք է ֆռում։ Սրանք ոչ մեկ չի հավաքում, ամենակարևոր բաներն է։ Ուսես մարդիկ կան համակարգում, պետեր են իրանք։ Այն լավ պետերին հանել են գործից, կաշառքի վրա մեկը մի բան արել, հանել են գործից։ Բերել են չեղած տուղտերը, որ իրանք սկի չեն կարող, ասենք օպեր լինեն, որ մենած պետ լինեն։ Լավ պետերին գործից հանում են, ինչքան դեբիլ մանկամիտ, որ իրանք ասենք ակադեմիա սովորելու բանել չի մարդ պետք է նյուխ ունենա, չէ, ասենք միլիցիան պետք է նյուխ ունենա, հանցագործին ճանաչի կիլոմետրից։ Բացարձակապես ոչ մի ձևի չեն հասկանում։ Ու այդ կամո ինչ ես ոչ քեզանից եմ վախում, ոչ մտածելու բան ունեմ։ Ու այսպես պարզ ասում եմ, դու լավ մարդ ես ու լավ տղա ես։ Ուղղակի իմացի քո մեջ, որ դու լավ տղա ես։ Դու ասել ես, որ մարդն որ այդով է հիվանդ որ չեմ թողում, թող ուղարկեն, մարդն ու դիմում է եկել է, բժիշկը գրել է, բայց բժիշկին կանչի կալանավորի, կամ այն մի բժիշկին էլ կանչեք, ասեք ես թող տողա գրել, արա սխալ է գրել, ես մարդը լավ է։ Դատի տվեք այդ բժիշկին, ասա որ գրել ես լավ է, ցեբեն ասում է վատ է։ Թոյտան բռնեն ցեբեին ասեն, արա, ոնց է վատ։ Բժիշկ, թող իրանք իրար մեջ այդ հարցերը լուծեն։ Հասկացան, որ մարդ փող չունի, պետք է անտերի պես է թակո, ինչ տարբերություն ունեցող չունեցողի մեջ։ Մարդը որ եղել է, ոչ գիրք է եղել, ոչ գրականություն է եղել։ Մարդ եք լավ խոսքի։ Հիմա ես խնդրեմ, որ Ղուկասյանը այսքան կոնկրետ անդրադառնա իր ձևով։ Ու շատ շնորհակալություն հույսով եմ կանադառնաք այս վերոնշյալ ղախպի սերունդներին, պարոն Ղուկասյան։